Գնացել էին կրկես։ Էթերնյան ներկայացումը հեքիաթային էր։ Զարմացել է փոքրիկ Ամալյան։ Ինչպես էին Տաշիր արենայում թռչում իրպես ձեռքեր ու ոտքեր ունեցող մարդիկ։ Ինչ-որ մարդ սենց թռնում է օգտի մեջ ու բռնում է մի հատի ձեռքը, հետո էլի թռնում է բարձրանում է մի հատ սենց բանի վրա։ Ամալիայի պես 500 փոքրիկներ հիացել են մոգական շոուով։ Տաշիր բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ նոյեմբերի 30-ին Հայաստանի տարբեր մարզերից փոքրիկների են հրավիրել վերաբացված կրկես։ Ամալյան ներկայացումը նայելուց հետո հասկացել է, որ պետք է ամուր պահել իր մեջ եղած բարությունը։ Եթե չար լինենք, մեր կերները մեզնից կնեղանան։ Վանաձորցի Ամալյան Տաշիր բարեգործական հիմնադրամի ջանքերով կառուցված ծննդատան առաջին ծնունդն է։ Վանաձորում այդ ծննդատունը 2018-ի նոյեմբերին է բացվել, աղջնակն ուզում է բժիշկ դառնալ։ Քանի որ Ամալիա Կարապետյան ծննդատան էր ծնվել, ողջ ընտանիքով որոշեցինք, որ պետքա կոչվի Ամալիա, ի պատիվ Ամալիա Կարապետյանի եւ որպես փոքրիկ երախտագիտություն։ Փոքրիկի ծնվելուց հետո Տաշիր հիմնադրամի տնօրեն Նարեկ Կարապետյանն ու երջանկահիշատակ պապը Սարգիս Կարապետյանը անձամբ էին գնացել ծննդատուն նորածին Ամալիային տեսնելու։ Հիմա նորից է խաչվել Կարապետյանների ու Ամալիայի ընտանիքի ճանապարհները։ Իր տատիկի անունը կրող փոքրիկին Նարեկ Կարապետյանը Տաշիր արենայում է տեսել, լուսանկար հրապարակել ամաչկոտ աղջնակի հետ։ Փառք Աստծո, եկեք նկարեցան օգտվեն, գնացին շատ ուրախ եմ, թե կազմակերպության, թե ամեն ինչով արավ, սաղից շնորհակալ ենք։ Իրենց տան փոքրերը երազում էին կախարդական շոուն դիտել հսկա կրկեսում։ Ուրախ էին, տպավորությունները մեծ էր, էմոցիաներով լի տուն են եկել իրենք։ Տաշիր արենայում երազանքները կատարվում են։ Այնտեղ փայլում են փոքրիկների աչքերը։ Լիլիթ Գասպարյան, Էդգար Ղուշչյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։